Բարև ձեզ, շնորհակալություն։ Առաջի հերթին ես ուզում եմ նշեմ, ոնց որ իմ գործընկերները նշում են, որ ուսաղասը գիտենք, որ դարավոր բարեկամություն ունենք մենք ռուս ժողովրդի հետ, եւ դա ամենալավ դարաշրջանը, որ մենք տեսանք, դա սովետական միության ժամանակ էր, խորհրդային ժամանակ էր, երբ որ Հայաստանի Հանրապետությունը երևի թե ամենալավ դարաշրջանն է ապրել եւ այդ ժամանակ էլ գիտենք, որ Ռուսաստանը եղել է ոնց որ ասած ամենակարևոր մեր գործընկերներից մեկը եւ Հայաստանի Հանրապետությունը իրան պահել է ոնց որ ասած լրիվ հանգիստ, անվախ բանը այն մթնոլորտում, որ ժողովուրդը հանգիստ ապրում էր։ Սակայն գիտեք, սովետական միությունը քանդվելուց հետո սա ամեն ինչը փոփոխվեց, բայց մեկ բանը մնաց այդ հարաբերությունը ռուսական ժողովրդի հետ։ Եվ սկզբնական ամեն ինչ նորմալ էր գնում։ Մենք գիտենք, որ առաջնահերթ բոլոր զենքերը, որը մենք ունենք, դա սովետական միության շրջանի ռուսական արտադրված զինամթերքներն են, զենքերն են, որը ուներ Հայաստանի Հանրապետությունը եւ օգտագործել է այն պատերազմներին, առաջի պատերազմին, երկրորդ, երրորդ, դա սա եղել է ռուսական զենքեր, որը եւ Հայաստանի Հանրապետությունը օգտագործել է իր ինքնաշինությունը պաշտպանելու համար։ Նայեք, հիմա մեր կառավարությունը ինչ որ բաներ է մոգոնում, Ռուսաստանից ուզում է գնային կողմ, մոգոնում է այլ գործընկերներ, այլ տեղից զենքեր է գնում, որոնք մենք հասկանում ենք, որ մեզի ոչ մի բանով օգուտ չեն տալիս։ Այս վերջի անգամ, որ արտգործնախարարը Ռուսաստան եկավ, Լավրովը, եւ իրան հարց տվեցին, դե այնց հարցեր էին տալի ու մենք հասկանում ենք, թե ովքեր են այդ հարց տվողները, որ նայեք Ռուսաստանը Ադրբեջանին այդքան զենք է տվել եւ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա ռուսական զենքով։ Լավրովը ասեց, բայց նույն զենքն է Հայաստանն է ստացել Ռուսաստանից։ Իսկ հիմա ինչ է ստացվում։ Գոնե դուք ուժեղացնեք կառավարություն, դուք ուժեղացնեք այդ զենքերը, որը մեր մասնագետները սովոր են այդ զենքերին։ Այդ ուսուցումը սա գնացել է այդ զենքերով, ռուսական զենքերով։ Հիմա ինչ որ հնդկական, ֆրանսիական ինչ որ զենքեր են բերում, որոնք այս ժամանակահատվածում ընդհանրապես ոչ մի բանով մեզ չեն օգնի։ Ընդհանրապես եւ նայեք, մեր համահայկական ճակատ կուսակցությունը եւ շարժումը դեմս մեր առաջնորդ գեներալ-մայոր պարոն Կարապետյանի միշտ ասել է, որ հարաբերությունները պետք է առաջնահերթ լինեն Ռուսաստանի հետ, քան թե Եվրոպայի հետ, որովհետեւ մենք ինքներս տենում ենք, որ Եվրոպային այնքանով ենք պետք, ինչքանով Վրաստանն է պետք իրանց համար, այդ պահին։ Իրանք կարող է ցույց են տալի, որ հա մեր բարեկամներն են, բայց կոնկրետ ոչ մի բան մենք ոչ մի օգնություն, ոնց որ ասված ռազմական ճիշտ օգնություն, որը կարա մեր թիկունքը պահի, մենք չենք ստանում իրանցից։ Իսկ Ռուսաստանի այս նույն այցի ժամանակ Լավրովը էլի պնդեց, ասեց, մենք պատրաստ ենք ամեն ինչով օգնել Հայաստանի Հանրապետությանը եւ կայնել իրանց հանրապետության մեջքին, Հայաստանի Հանրապետության մեջքին։ Էլ ոնց ասեն այդ մարդիկ։ Իրենք մենք հասկանում ենք, որ իրանց համար հիմա դժվար է այն առումով, որ կա պատերազմ, իրանց Ուկրաինայի հետ, Ռուսաստանը Ուկրաինայի հետ պատերազմը մղում ու ահագին ծանր մոմենտներ կան, որոնք իրանք պետք է սկզբից ընդել լուծեն։ Բայց ես այս երկու օր առաջ երբ որ
այս իրադարձությունները եղան, Իսրայելը հարվածեց Իրանին, ես այդ նույն օրը գիշերը տեսա, թե ոնց ռուսական կործանիչները բարձրացան մեր հողատարածքից, բազայից բարձրացան եւ սկսեցին շրջել MiG-29-ները։ Դա այդ պահը, որ դու տենում ես, որ այդ ինքնաթիռները բարձրացել են, արդեն մի կերպ ավելի հանգիստ ես քեզ զգում։ Ոչ մի ֆրանսիական Mirage չբարձրացավ, ոչ մի օգնություն, իրանք ցույց տվեցին, էլի ռուսները ցույց տվեցին, որ իրանք էլի վերահսկում են այդ տարածաշրջանը։ Թուրքիայի սահմանով պտույտները կատարեցին եւ ամեն ինչը ցույց տվեցին։ Նայեք, մեր կառավարությունն էլ հիմա էլի Նիկոլ Փաշինյանը գնացել է Պրահա, ինչ-որ բաներ է խոսում, ինչ-որ բաներ է բացատրում, մենք պետք է համ Ռուսաստանի հետ լինենք մոտիկ, համ Եվրոպայի հետ լինենք մոտիկ, արդեն նույն բանն է ստացվում, երկու աթոռին են ուզում նստեն, որովհետև տենում են, որ չի լինի առանց Ռուսաստանի, բայց Միացյալ Նահանգներին է, իրանք չեն կարա մերժել մի բանով։ Դրա համար առաջնահերթ ես կարծում եմ, ոչ թե ես եմ կարծում, մեր շարժումն է կարծում, մեր կուսակցությունն է կարծում, համահայկական ճակատ կուսակցությունը շարժումը, որ ղեկավարությունը անպայման եւ շուտ պետք է փոխվի հանրապետության, պարլամենտականը դառնա նախագահական կառավարում հանրապետությունում, պետք է կառավարումը իրականացնի այս պարագայում զինվորական, որը հասկանում է, թե ոնց կարելի է պաշտպանել մեր ժողովրդին, մեր թիկունքը այդ ամեն ագրեսիայից, որը կարող է ամեն րոպե մղի Ադրբեջանի, Թուրքիայի կողմից։